Մայիսի 17-ին Ախալցիխայում տեղի ունեցավ ընտանիքի սրբության ու ծնողների հարգանքի օրվան նվիրված միջոցառում։ Օրը պայծառ էր ու արևոտ։ Հավաքված բազմությունն էլ արևային տրամադրությամբ էին լցված։ Հավաքվել էին մարդիկ Սամցխեջավախեթիի բոլոր շրջաններից։ Հավաքվել էին մասնակցելու հանդիսավոր երթին։ Ընտանիքներով, փոքրիկ երեխաներով եկել էին նշելու ընտանիքի սրբության ու ծնողների հարգանքի օրը, որի հանդիսավոր միջոցառման սկիզբը դրվեց ամենափրկիչ համբարձման տաճարի շրջակայքում։ Დღეს არის ოჯახის სიწმინდის დღე. Այսօր ընտանիքի սրբության օրն է։ Վրաստանում, ինչպես գիտենք, բազում ազգեր են ապրում, բազում հավատքի, եւ բոլոր հավատավորների համար ընտանիքը կարևոր սրբություն է։ Ընտանիքից է գալիս բոլոր արժեքները, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է անի իր պետությունը զարգացնելու համար։ Ընտանիքը դա մայրություն է, հայրություն է, նախնիների հանդեպ հարգանքն է։ Ընտանիքը դա երեխաների խնամքն է եւ այս ամենը միասին։ Դրա համար մեկ անգամ եւս ուզում եմ շնորհավորել ընտանիքի սրբության օրը։ Թող Աստված պահպանի մեր երկիրը եւ հաջողություն մեր ընտանիքներին։ Ընտանիքը այն սրբավայրն է, որտեղ պետք է պահպանվի ամեն ավանդույթ։ Ընտանիքից է սկսվում ազգը, պետությունը։ Ընտանիքի ամրությունն ու կայությունը կյանքի այն գրավականն են, որից սկիզբ է առնում պետության կայունությունը։ Չհարգել, չընդունել կամ պղծել այն դա աններելի է։ Այս սուրբ օրվա առիթով Ախալցիխայում էին նաև Վրաստանի խորհրդարանի падգամավոր Սմբատ Գյուրեղյանը, Նինոցմինդայի ավականին, Հանձինս նախագահ Վահան Արոյանի, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը եւ շատ ու շատ պաշտոնատար անձիկ, քաղաքացիներ, ոմանք ընտանիքներով։ Ինչպես գիտեք, անցած տարի ամբողջ Վրաստանի կառավարության որոշմամբ այսօր նշվեց ընտանիքների պաշտպանության եւ մեր հավատի օր եւ որպես ավանդապաշտ ժողովուրդ Վրաստանի ամբողջ ժողովուրդը կապ չունի հայ, վրացի, այլ ազգի քրիստոնյա ժողովուրդ այսօր նշում են որպես հավատքի օր։ Սա եւս մեկ անգամ խոսում է, որ մենք երբեմն ետ ենք մնացել ժամանակակից երիտասարդությունը, ժամանակակից մտածելակերպը ետ էր մնացել հավատքից, ինչու՞ չընտանեկան արժեքներից, այսօր սա կոչ է եւս մեկ անգամ, որ դրա մասին մենք չպետք է մոռանանք եւ այսօր նշում է հենց ասածս վերանշված առիթով։ Կարծում եմ բոլորի շնորհավորելու առիթ ունենք այսօր նման տոները, կարելի ասել, մեզ եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր հավատքին, մեր ընտանեկան արժեքներին, մեր ընտանեկան սիրուն եւ բոլոր տեսակի բարի, ազնիվ, աստվածային հարաբերություններին։ Կարծում եմ նման տոները շարունակական պետք է լինեն եւ ապագայում մեր երիտասարդությունը պետք է զերծ չմնա հավատքից, ընտանեկան արժեքներից, սա նաեւ ինչ որտեղ դաստիարակչական նշանակություն ունի եւ հուսով եմ, որ այս ամեն արժեքները մենք պետք է սերնդից սերունդ փոխանցենք եւ սա արժեքավոր արժեքներ, մնայուն արժեքներ են եւ սա մեզ եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս մարտանալու ինչպես քրիստոնյա ժողովուրդը, ինչպես աշխարհի բոլոր քրիստոնյա արժեքները պահպանելու եւ սերնդից սերունդ փոխանցելու։ Ինչպես արդեն գիտեք, երկրորդ տարին է, երբ արդեն Վրաստանում նշվում է ընտանիքի սրբության օրը եւ երկրի 10 մեծ քաղաքներում միաժամանակ սկսվում են միջոցառում մեր պատրիարխ Իլիայի նախաձեռնությամբ է այս ընտանիքի օրը նշվում եւ այսօր գտնվում ենք Ախալցիխայում, որտեղ ամբողջ ռեգիոնի 6 մունիցիպալիտետի ներկայացուցիչները մասնակցում են այս տոնակատարությանը։ Ժամը 1-ին սկսվում է տոնակատարություն, գտնվում ենք քաղաքի կենտրոնում, հետո արդեն թափորը կմոտենա եկեղեցի, որտեղ կանցկացվի համապատասխան եկեղեցական արարողություն։ Բոլորի շնորհավորում եմ ընտանիքի սրբության օրվա համար։ Մենք գիտենք, որ մենք որպես Կովկասի ներկայացուցիչներ եւ ինչու՞ չէ ամբողջ երկրում ապրող մարդկանց համար ընտանիքը սրբություն է, ընտանիքը հինարանն է
եւ ուժեղ պետության հիմքն է, դրա համար բոլորիս ընտանիքներին կամենում եմ բարեկեցություն, համերաշխություն, խաղաղ երկրի տակ կյանք։ Ողջունում եմ բոլորիդ։ Այսօր ծնվեց Քրիստոսը։ Վրաստանի կաթողիկոս պատրիարխ Իլիա II-ի նախաձեռնությամբ արդեն քանի տարի է նշվում է ընտանիքի սրբության օրը։ Հատկապես մեծ քաղաքներում այն նշվում է մեծ շուկով։ Ընտանիքից, հորից եւ մորից է սկսվում մեր պետությունը, մեր հայրենիքը։ Այսօր այստեղ են եկել տարբեր վայրերից մարդիկ, իրենց ընտանիքների, իրենց երեխաների հետ նշելու ընտանիքի սրբության օրը։ Թող բոլոր ընտանիքները լինեն երջանիկ։ Այդ ընտանիքներից են ծնվում քրիստոնյա երեխաներ, եւ թող Աստված պահի ու պահպանի Վրաստանը։ Ամին։ Ձլիերի Սաքարթվելո մերկվա, մերերարո, սպիեր շահաբասմա, արգվացալա, սիմուղերատացեկվա, մայց խոմար, շևարշի է ճավրի, սակացիս Սաքարթվելո մերկվա, այչվեն սավշողլոս գաղու մարջոս, չեմատ յուրբասեբո, չես քվեղալաս գաղու մարջոս։ Այսօրվան նվիրված միջոցառման ու նրա կարևորության մասին գիտակցում են բոլորը։ Վրաց ուղղափառ եկեղեցին այդ իսկ պատճառով արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպում է այս միջոցառումը։ Բնակչությանը մեկ անգամ ևս ցույց տալու, ոգեկոչելու ընտանիք հասկացողությունն ու նրա կարևորությունը։ Շատ հաճելի է, որ շրջաններից, գյուղերից եւ քաղաքներից մարդիկ եկել են այստեղ, այս սուրբ վայրում նշելու ընտանիքի սրբության եւ ծնողների հարգանքի օրը։ Շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր այս ավանդույթի սկիզբն են դրել։ Մարդիկ գալիս են, ծանոթանում են իրար հետ ու նշում են այս գեղեցիկ տոնը։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պատրիարք Իլիա II-ին, որ այս գեղեցիկ տոնը ավանդույթ դարձրեց եւ մեր գեղեցիկ հայրենիքը իր գեղեցիկ ժողովրդով ամենալավագույն վայրը հենց մեր Վրաստանն է, մեր պետությունը։ Շնորհավորում եմ բոլորին, հաջողություն եմ ցանկանում բոլորին։ Շատ ուրախ էր։ Շատ լավ էր, մարդիկ եկան, միասին նշեցին, ուրախացան, միավորվեցին, սա ամենակարևորն է։ Աղվավեբուլա քույղանա, սաշի ճիգճիգեպս պրթոսանի, իղուչե չեմո դուդուկո, սիտղվաս իձախիսմ գոսանի, խմերթ ու ամլեքսիս ռիթմեբի նետավ յարսատ գամեկցես, թուրամե գուլիտ հարավդքվա, թավզե օջախի դամեկցես, իղուչե չեմո դուդուկո, Խույնո դամիս խիտ լոմ պերի եգեբա գուլի գամիս կդես, ծրեմլի չամոմ խվես օխերի, ծրեմլի թվիխսենեբ անանուրս, ռաշե էդրեբա ճադոքար, կելապ տրիշուլի սալամուրս, ռասուպրագայի շլեբոդա, ռոմար դագետ կբո օխերո սադախար, քարտվելդ բուլբուլո գոնաշույլե բիսե բոկվերո, դիդեբա ուինաց, պիրուելատ ғմեր թիմաղալ յախսենա, վինցը միրոն իսխո, գոգլա սադա մեկո կիշիլ արսենաս, Գեսալմեբիտ մինდა მოგილოცოთ დღევანდელი დღე დღეს საქართველოში
აღინიშნება ოჯახის სიწმინდის დღე, რომელიც კათოლიკოს პატრიარქის ილია მეორის ინიციატივით დადგინდა ოჯახის სიწმინდის დღეს და ვიკრიბებით რეგიონების ყველა დიდ ქალაქში, რათა თითოეულმა ჩვენთაგანმა საქართველოს მოქალაქემ გამოვხატოთ ჩვენი პოზიცია, ჩვენი ოჯახის, ჩვენი სიწმინდის დღესთან დაკავშირებით. აქ აღნიშნულ დღესთან დაკავშირებით ჩამოსული ვართ ქალაქ ნინოწმინდიდან, ჩვენ რეგიონულ ცენტრში ახალციხეში, სადაც დღეს საზეიმოდ აღნიშნულ დღესასწაულს. Շնորհավորում եմ բոլորին այսօրվա կապակցությամբ։ Այսօր ընտանիքների սրբության եւ ծնողների հարգանքի օրն է։ Սա Վրաստանի պատմության մեջ ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնի հիմքը դրել է մեր երկրի կաթողիկոս պատրիարք Իլիա II-ը եւ ավանդաբար ամեն տարի մայիսի 17-ին Վրաստանի բոլոր տարածաշրջաններում հավաքվում են բոլոր շրջաններից եւ միասին տոնում են այս տոնը եւ քայլեր կատարում տաճարից տաճար։ Ուզում եմ բոլորին շնորհավորել այս օրվա կապակցությամբ։ Գաս մեծի խოვნետ մարադիսոբա ჩვენ სამშობლოს გავვარ გაიხარეთ ჩემო სამშობლოს თანამემამულენო ընտանիքի սրբության համար առաջերտին երկու ձեռքով վեր մաքրությունն ու համովությունը ես հարգում ու սիրում եմ ու շատ եմ ուզում որ ամեն մարդ իրան ընտանիքը իրան սուրբը իրան հենց կայնած ենք սրբի դեմ ամենքի ընտանիքը իր սուրբն է այս մեծ ժամ են սարքը դրա համար որ ժողովուրդը հասկանան որ էսի ժամը սուրբ է բայց ամեն մարդու տունը իրան սուրբն է եթե ինքը իրան սրտի մեջ ունի Աստված ուրեմն այս ընտանիքը սիրել է ու ստեղծել է այսքան մեծ չէ կարած է սարքել իրան ընտանիքը ինչքան որ լինի այդքան է սարքել այդ սրբությունը միշտ ես այդ սրբության մեջ եմ Վրաստանում այսօրվա կապակցությամբ երկրի տարբեր քաղաքներում խաղաղ երթեր են իրականացվում։ Սամսխե Ջավախեթիում այն իրականացվեց Ախալցիխեում։ Ամենափրկիչ համբարձման տաճարի շրջակայքից Սուրբ Շալվա տաճարի ուղղությամբ տեղի ունեցավ հանդիսավոր երթ, որին մասնակցեցին Սամսխե Ջավախեթիի շրջանների բնակիչները։ Սուրբ Շալվա տաճարում տեղի ունեցավ ժամերգություն։